Բարի ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ։ Մեզ մոտ այնքան լավ է արդեն եղանակը, այսօր 24 աստիճան է, այնպես որ շատ լավ ինչ-որ բան թխելու եղանակ է, ես որոշեցի պատրաստել ձեզ հետ միասին հայկական, ավանդական մեր շատ սիրելի խմորեղենը, որը կոչվում է նազուկ։ Ինձ թվում է բոլորին հայտնի է, ծանոթ է այս խմորեղենը, քանի որ բոլորն էլ համարյա թխում էին, բոլոր մայրիկները, տատիկները եւ համոզված են, որ շատերն են սիրում այս ավանդական հայկական խմորեղենը։ Ուրեմն ամենասկզբից մեզ հարկավոր է կաթը եւ շաքարավազը խառնել իրար, ներողություն։ Ուրեմն խառնում ենք շաքարավազը, խմորիչը անպայման, եթե չոր խմորիչ է 8 գրամը բավական է, այսինքն մեկ թեյի գդալը։ Այսպես խառնում ենք, ավելացնում ենք աղը, ձուն, 2 ձու է մեզ հարկավոր, նորից խառնում ենք, մեզ հարկավոր է 550-ից 600 գրամ ալյուր, ուրեմն ալյուրը ավելացնում ենք մաղելով։ Եվ քիչ-քիչ։ Ես ավելացրի կուրկուման ալյուրի հետ, որովհետև շատ լավ է մերվում, կուրկուման գնդիկներ չի մնում։ Ավելացնում ենք նորից ալյուրը, շատ լավ խառնում ենք, և ավելացնում ենք արդեն վերջին բաժին ալյուրը։ Ուրեմն ինձ մոտ 600 գրամ ալյուր էր, ես ամբողջ ալյուրը ավելացրի։ Հիմա մի փոքր վերցրել եմ ուղղակի սեղանին հունցելու համար։ Խմոր դատարկում ենք սեղանի վրա։ Փոքր էլ հունցում ենք սեղանի վրա, առանց շատ ալյուր ավելացնելու, մի փոքր ուղղակի որ հունցվի։ Ինքը լինելու է շատ փափուկ, հենց անունը ասում է, որ նազուկ խմոր է լինելու։ Մի փոքր կպչում է, շատ հունցել պետք չէ, մի քիչ, 2 րոպե։ Այսպիսի լավ խմոր ենք ստացել։ Հիմա ամանը մի փոքր կարագապատում ենք, խմորը նորից տեղավորում ենք ամանի մեջ, և ծածկում ենք, մինչև բարձրանալը։ Բարեկամներ, այս ընթացքում մինչ խմորը կբարձրանա, ես կպատրաստեմ միջուկը։
Ուրեմն միջուկի համար մեզ հարկավոր է հալեցրած 100 գրամ կարագ, շաքարավազ 100 գրամ և կես թեյի գթալ կուրկումա, ինչպես նաև վանիլին ենք ավելացնում, ինձ մոտ շաքարային վանիլին է, ես վերցրել եմ 2 տուփ։ Հեղուկ վանիլին էլ կարող եք օգտագործել։ Եվ շատ լավ խառնում ենք, մինչև ստանանք կրեմանման զանգված։ Պատրաստ է արդեն մեր միջուկը, այսպիսի կրեմանման զանգված ենք ստանալու։ Մեր խմորը պատրաստ է, այսպիսի շատ լավ խմոր ենք ստացել։ Շատ քիչ ալյուր ենք անում։ Բարեկամներ, խմորը բաժանում ենք 4 հավասար մասերի։ Գնդիկների ենք վերածում, ուրեմն կրկնակով բացելու ենք խմորը։ Մի փոքր հանգստանալուց հետո իհարկե։ Աշխատում ենք հավասար բացել։ Տեղավորելու ենք տապակի մեջ, իհարկե յուղաթղթի վրա։ Հիմա աչքաչափով միջուկը բաժանում ենք 4 մասի։ 3 մասի ներողություն։ Վերևի շերտը ձու ենք քսելու և այսպես հավասար տարածում ենք։ Հաջորդն ենք բացում, շատ քիչ ալյուր ենք օգտագործում, բարեկամներ։ Խմորը շատ ենթարկվող խմոր է։ Եվ տեղավորում ենք արդեն առաջին շերտի վրա։ Նորից քսելու ենք։
Եվ արդեն 4-րդ խմորն ենք բացում, սիրելի բարեկամներ։ Եվ արդեն 4-րդ շերտն ենք դնում և այսպես մի տեսակ ձգելով ծածկում ենք մեր խմորեղենի ամբողջ եզրերը։ Եվ կարծես այսպես դնում ենք, ամրացնում ենք։ Եվ այսպես ուղղակի լավ ամրացնում ենք։ Մի փոքր այսպես ձեռքով հավասարեցնում ենք։ Ուրեմն այստեղ ես ունեմ 1 ծվի դեղնուց և 1 ճաշի գթալ կաթ։ Շատ հավասար, գեղեցիկ քսում ենք։ Նախշեր ենք անելու, ձեր ուզած նախշեր արեք, ինչպես որ դուք կուզեք։ Օրինակ ես այսպիսի նախշեր եմ անում։ Այսպես, նախորդ ես մինչ արդեն կրկնակելը, սիրելի բարեկամներ, ջեռոցը միացրել եմ, ուրեմն թխելու ենք 170 աստիճանի տակ վերև ներքև ռեժիմով, այնքան ժամանակ մինչև շատ գեղեցիկ կարմրի։ Պատրաստ է արդեն մեր նազուկը, սիրելի բարեկամներ, այսպիսի գեղեցիկ նազուկ ենք ստացել։ Շատ փափուկ, շատ համեղ խմորեղեն է, ովքեր չեն փորձել, չեն պատրաստել, խորհուրդ կտամ անպայման պատրաստեք, որովհետև սա կդառնա ձեր ամենասիրելի խմորեղենը։ Ամենօրյա սուրճի, թեյի հետ շատ համեղ է։ Այսպիսով ավարտենք, սիրելի բարեկամներ, հիմա մի փոքր սառի կկտրեմ, կտրած կնկարեմ, կտեսնեք իհարկե կտրվածքը ինչպիսին է, նորից շնորհակալ եմ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։